Ողջույն, ձեզ հետ Աստծո ուղեցույցն է։ Այսօր ես ձեզ կպատմեմ, թե իրականում ինչ է խավարումը աստղաբանության մեջ։ Ուշադրություն, օգոստոսի 12-ին մեզ սպասվում է արևի խավարում։ Ուստի առաջարկում եմ միջև վերջ մնալ Աստծո ուղեցույցի այս հաղորդման հետ, քանի որ կստանաք շատ կարևոր տեղեկություններ։ Եթե հիշում եք, ես ձեզ պատմել եմ լուսնային հանգույցների մասին, հիշեցնեմ, լուսնային հանգույցները մոլորակ չեն, այն երկնային տարածք է, որտեղ հանդիպում են արևն ու լուսինը։ Հենց դրանք ցույց են տալիս, թե երկնքի որ հատվածում է տեղի ունենում խավարումները։ Ինչպես է ծնվում արևի խավարումը։ Այն միշտ լինում է նորալուսնի ժամանակ։ Լուսինը հայտնվում է ուղիղ արևի դիմաց, իսկ նրա մյուս մութ կողմը շրջվում է դեպի երկիր, համարյա ձուլվելով մութ երկնքի հետ ու փակելով լույսը։ Իսկ լուսնի խավարումը տեղի ունենում այն ժամանակ, երբ լուսինը գտնվում է արեգակի հետ ընդդիմության մեջ, այսինքն լիալուսնի փուլում։ Կախված նրանից, թե որքանով է այն մտնում երկրի ստվերի մեջ, խավարումը լինում է կամ լիակատար, կամ մասնակի։ Աստղաբանության մեջ խավարումը ոչ այլ ինչ է, քան ժամանակավոր խոչընդոտ կամ լուսատուներից եկող կենսատու լույսի պակաս։ Դա ըստ էության տիեզերական մեծ վերբեռնում է։ Օրինակ, երբ մեր համակարգիչը կամ հեռախոսը կախում է, մեզ անհրաժեշտ է լինում այն անջատել եւ կրկին միացնել։ Այդպես էլ խավարման ժամանակ ակնթարթորեն երկնային լուսատուների էներգետիկ հոսքը վայրկյաններով ընդհատվում է, որպեսզի աշխարհը արթնանա լրիվ նոր ծրագրով։ Եթե անհատի կյանքում խավարումը փոխում է անձնական կյանքի ընթացքը, ապա երկրների մակարդակով այն ցնցում կամ վերբեռնում է հասարակական ու քաղաքական համակարգերը։ Բայց հիշեք, հարգելիներս, խավարումը երկրների եւ մարդկանց համար երբեք դատավճիռ չի։ Այն պարզապես ջրի երես է հանում թաքնված խնդիրները, փտած համակարգերն ու սխալները, որոնք տվյալ պետությունը կուտակել է տարիների ընթացքում, ստիպելով դրանք լուծել երբեմն նույնիսկ լուրջ վիրահատական միջամտությամբ։ Խավարումը չի ազդում բոլոր պետությունների վրա հավասարապես, այն ունի գլխավոր 4 գործոն։ Առաջինը, այն երկրները, որոնց տարածքով անցնում է խավարումը, այդ գիծը ստանում է ամենաուժեղ էներգետիկ հարվածները եւ հենց այդ տարածքներում է սպասվում իրադարձություններ։ Երկրորդը, եթե խավարման աստիճանը ճշգրիտ ասպեկտ է կազմում տվյալ երկրի անկախության քարտեզի կարևորագույն կետերի, օրինակ ասցենդենտ, MCS-ի կամ արևի լուսնի հետ։ Երրորդը, խավարումը տեղի ունենում որոշակի նշանում, ապա այն անմիջականորեն վերաբերվում է այն երկրներին ու մարդկանց, ովքեր գտնվում են այդ նշանի հովանավորության տակ։ Եվ չորրորդը, երբ խավարումների ժամանակ հատկապես ներգրաված են հողի կամ ջրի նշանները, դրանք հաճախ բերում են բնական աղետներ, երկրաշարժեր կամ խոշոր տնտեսական ճգնաժամեր։ Եվ այսպես, այսօր խավարումը տեղի կունենա առույցի նշանում օգոստոսի 12-ին Գրինվիչի ժամանակով ժամը 17:47-ին, Երևանի ժամանակով երեկոյան 19:47-ին, պիկը կլինի 21:47-ին։ Խավարման լրիվ գոտին կլինի Արկտիկա, Գրենլանդիա, Իսլանդիա, Ատլանտյան օվկիանոսը եւ Իսպանիայի հյուսիսային կենտրոնական հատվածը։ Առաջինը այդ երկրները, որոնց տարածքով անցնում է խավարման գիծը, ստանում են էներգետիկ հարվածներ։ Քանի որ խավարումը տեղի է ունենում առույցի նշանում, ապա այն անմիջականորեն վերաբերվում է այն երկրներին ու քաղաքներին, որտեղ գտնվում են այդ նշանի տակ։ Այսպես, այդ երկրներն են Իտալիա, Ռումինիա, Սիցիլիա, Ալպեր, Պերու, Սուդան, Չադ, Իրան։ Այն վերաբերվում է ըստ որոշ աստղաբանների Ֆրանսիայի, չնայած որոշներն էլ նրան համարում են խոյի նշան, եւ Վրաստանի։ Այս երկիրն էլ սակայն հարցականով է, քանի որ ոմանք էլ Վրաստանն են համարում ցուլ նշանով։ Քանի որ արևն ու առույցի նշանը խորհրդանշում են երկրների ու ղեկավարների, նախագահների ու բարձրագույն էլիտային, ապա այս խավարումը ուղղակի կվերաբերվի առաջնորդներին, կլինեն պաշտոնանկություններ, կառավարությունների անկում, հեղափոխություններ կամ ներիշխանական լուրջ ճգնաժամեր։ Պատմական եւ ավանդական աստղաբանության մեջ նման խավարումները կարող են բերել նաեւ ընտանի ու մանր եղջերավոր կենդանիների անկման, այսինքն սատկելու, նախագահների, վարչապետերի կամ թագավորների աքսորի, բանտարկության կամ նույնիսկ նրանց հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի, ինչպես նաեւ խոշոր քաղաքների ավերածությունների։ Իսկ առույցի նշանի տակ գտնվող քաղաքներն են, օրինակ Հռոմը, ով հայտնի է իր մշակութային արժեքների, թանգարանների հարստությամբ, կամ Վատիկանը որպես հզոր պետական հոգևոր կենտրոն, ու սպասվում է աղմկոտ իրադարձություններ եւ իշխանական էլիտայի լուրջ փոփոխություններ։ Հաջորդ քաղաքը Պրահան է, Չեխիա։ Խավարումների ժամանակ այս քաղաքում էներգիան միշտ մեծանում է, դառնում է հանրային մեծ դժգոհությունների կամ ընդհակառակը, այն դառնում է միջազգային կարևորագույն հանդիպումների ու որոշումների կենտրոն։ Առույցի նշանին են պատկանում նաև Մումբայը, Հնդկաստան, եւ Դամասկոսը, Սիրիա։
Մումբայը լինելով Հնդկաստանի ֆինանսական սիրտն ու կինոարտադրության Բոլիվուդի կենտրոնը, այն ուղղակիորեն կապում են առույցի էներգիայի հետ՝ մեծ կապիտալ, ոսկի, շոու բիզնես և փառք, իսկ Դամասկոսը պատմականորեն ամենազգայուն կետերից է, որտեղ խավարումները հաճախ պայթեցնում են հին հակամարտությունները կամ բերում նոր աշխարհաքաղաքական վերադասավորումներ։ Ահա այսքանը մեզ սպասվող հզոր խավարման մասին։ Տիեզերքը, հարգելիներս, մեզ պարզապես պատրաստում է նոր տրանսֆորմացիոն փուլի։ Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե մեզ հասարակ քաղաքացիներից ինչ կբերի այս խավարումը, ապա բաժանորդագրվեք, հավանեք ու մնացեք աստղո ուղեցույցի հետ։ Կհանդիպենք շատ շուտով։